հարցը ուղղում եմ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Պարոն Միրզոյան, երեք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հնչել է կարծիք Հայաստանի Հանրապետության առաջարկների վերաբերյալ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով, քանիցս շեշտվել է տվյալ հայտարարության մեջ, որ Հայաստանը չի կատարում իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, իսկ հայկական կողմի առաջարկները որակվել են ոչ պրակտիկ, ինչպես կմեկնաբանեք։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Համեցեք, պարոն Միրզոյան։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Մինասյան, իրականում ինչպես եւ բազմիցս ասել ենք, մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծեմ, Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել։ Ինչ վերաբերում հարցի բուն իմաստին, մենք կրկին քանիցս ասել ենք, մենք պատրաստ ենք օր առաջ բացել կամ մեր մասով նպաստել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, մենք հանդես ենք եկել խորը եւ շատ ընդգրկուն նախաձեռնությամբ խաղաղության խաչմերուկում եւ նաեւ դրա տրամաբանության մեջ եւ այդ համատեքստում Ադրբեջանին էլ շատ կոնկրետ առաջարկներ են կարել։ Այնպես որ այստեղ ավելացնելու շատ բան իրականում չկա, հանրահայտ են մեր դիրքորոշումները։ Բայց ես ուրիշ բան կուզեի ասեի առիթից օգտվելով, ախր հարցը միայն Ադրբեջանի մասին եւ մասով չի, չէ, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը շատ ավելի լայն խոսակցություն է, ներառում է օրինակ մեր արևմտյան հարևանին, մենք Թուրքիայի հետ ունենք այդ խոսակցությունը Գյումրի-Կարս երկաթգծի մասով, մենք ինքներս այս նույն ապաշրջափակման արդյունքում, երբ այն տեղի ունենա, նպատակ ունենք կապվել օրինակ նույն Ադրբեջանի ենթակառուցվածքներով Կենտրոնական Ասիայի հետ, չգիտեմ, Չինաստանի հետ, եւ այս խոսակցությունը մենք մեր բոլոր գործընկերների հետ շարունակում ենք։ Արձագանք, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Միրզոյան, դուք շեշտեցիք նաև Կենտրոնական Ասիան, իհարկե մեր խաղաղության խաչմերուկ նախագիծը թե արևմուտքում, թե արևելքում, թե հյուսիսում, թե հարավում բավականին լուրջ արձագանք է գտել, բայց Կենտրոնական Ասիա շեշտելով հիշեցի վերջերս տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որում նա շեշտում էր, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն համագործակցում այնպիսի երկրների հետ, ինչպիսին Չինաստանն է։ Իհարկե չի ուզենա մեկնաբանեիք ասուլիսը, բայց կխնդրեի ձեր կարծիքը այս համագործակցության մասով։ Շնորհակալություն։ Տիկին Մինասյան, ես կարող եմ ասել, որ ձեր նշած անձը կամ անտեղյակությունից, կամ թերևս շարունակաբար ինչ-որ իրողությունները խեղաթյուրելու եւ շարունակաբար սև գույներով իրականությունը ներկելու մոլուցքից է հավանաբար այդպիսի գնահատական արել, իհարկե չեմ կիսում, շատ ուղիղ օրինակ կարող եմ ասել, մենք եւ Չինաստանի եւ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունը ընդգրկում է տարատեսակ ոլորտներ, նույն Չինաստանի հետ հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, ընդունվել է կամ հայտարարություն կամ երկկողմերը հանդես են եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ, որտեղ իմիջիալոց շատ հետաքրքրական կերպով ողջունվում են եւ Չինաստանի մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը եւ մեր նախաձեռնությունը խաղաղության խաչմերուկը, այսինքն Չինաստանի կողմից ողջունվում է շատ ոլորտներ, որոնց մասին կարելի է եւ բարձրաձայն խոսել եւ բարձրաձայն չխոսել։ Մենք այդ խոսակցությունը զարգացնելու ենք, նախատեսվում են այցեր բարձրաստիճան, ես նաեւ հենց առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստանի մասին, մեր համագործակցության մասին շատ ավելի շատ տեղեկություն են հայտնի հանրությանը, ժամանակը սպառվեց, չեմ կարող մանրամասնել, շնորհակալ եմ։ Հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարարին։ Պարոն Միրզոյան, մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես եկավ իր հերթական կոչ
կոչով, որին իրականում չի անդրադառնա, եթե այն չառնչվեր մեզ համար նուրբ եւ կարեւոր թեմային, գերիների թեմային, եւ այսպես նա նշում է, որ գերիների ազատ արձակման բանալին Փաշինյանի ձեռքում է եւ Երևանը պետք է դադարեցնի բոլոր տեսակի բանակցությունները, քանի դեռ բոլորին ազատ չեն արձակել։ Կխնդրեի ձեր մեկնաբանությունը այս առնչությամբ։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, համեցեք պարոն Միրզոյան։ Գիտեք, ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց ստապության գնահատման, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է դադարեցնի բանակցությունները եւ դա պայմանավորի որևէ բանով շարունակությունը։ Ես սովորաբար չգիտեմ, որքան եք նկատել թե չէ, ջանքեր եմ գործադրում մեկնաբանություններ չանել կոնկրետ անձանց մասին կամ նրանց ասածների մասին, բայց այս դեպքում երևի չեմ կարող չանել։ Իսկապես առաջարկը գնահատում եմ անսթափ, սարսափում եմ, երբ որ պատկերացնում որ այդ մոտեցմամբ մարդը երկար տարիներ պատասխանատվություն ա ունեցել վարել բանակցությունները, հասկանում եմ, թե ինչի այդ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, միակ հույսս այն է, որ տարիներ առաջ գոնե սթափության աստիճանը ավելին է եղել։ Մեր կողմից կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը խստորեն, եւ անկեղծորեն շահագրգռված է խաղաղության բանակցությունները շարունակելու մեջ, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մեջ եւ մենք մեր կառուցողական ջանքերը գործադրելու ենք, որ այդ խաղաղությունը օր առաջ իրականություն դառնա եւ բոլոր եղած խնդիրներն էլ լուծվեն, այդ թվում եւ գերիների եւ պահովող անձանց ազատ արձակման հարցը, որ անշուշտ եւ վարչապետն էլ քանի անգամ այսօր արդեն ասեց, մեր առաջնահերթություններից մեկն է եւ մեր օրակարգում է։ Արձագանք։ Շնորհակալություն, կարծում եմ, որ այնուամենայնիվ դժվար թե իրենց տապության աստիճանը ավելի լիներ, որովհետև այդ դեպքում գոնե իր նախընտրած որևէ մի փայլուն, ըսպողուն փաստաթուղթ կունենանք այժմ մեր առաջ դրած եւ շարունակելով գերիների թեման, նշեմ, որ անցած շաբաթ նաեւ բողոքի ակցիա եղավ, ձեր մեկնաբանությունը այդ առնչությամբ եւ այնուամենայնիվ ընդհանուր առմամբ ինչ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ։ Բողոքի ակցիան նկատի ունեք արտաքին գործերի նախարարության շենքի մոտ։ Դե կրկին էլի զավեշտալիա։ Բողոքի ակցիա տեղի ունեցավ այն պահին, բողոքի ակցիա, որը պահանջում էր, որ ԱԳՆ-ն հայտարարություն անի, այն պահին, երբ որ ԱԳՆ-ն արդեն հայտարարություն արել էր։ Եվ գիտեք, բազմիցս ասել ենք, որ միայն ամպագորգոր հայտարարություններով չի եւ միայն հրապարակային երևացող գործունեությամբ չի, որ մենք հետամուտ ենք լինում պահվող անձանց ռազմագերիների օր առաջ ազատ արձակմանը, դրա համար մենք գործադրում ենք մեր բոլոր ջանքերը, նախ եւ առաջ իհարկե դիվանագիտական խողովակներով, բայց բաներ կա, որ տեսանելի են եւ ես զարմանում եմ, որ օրինակ գործընկերները կամ չեն տեսնում, կամ ջանք չեն գործադրում այդ մասին իմանալու, կամ գիտեն չեն ուղակի նշում, որովհետեւ հարմար ասել ոչինչ չի արվում։ Ես ընդամենը արդյունքը կարող ենք, գիտեք, 20 թվականի պատերազմից ի վեր 150-ից ավել գերի ա եղել եւ նրանց մեծ մասը այնուամենայնիվ հիմա ազատության մեջ են, բայց ես ուզում եմ մի քանի տեսանելի բաներ, որ այնուամենայնիվ որ հարցում եք լավ ինչ եք անում վերջը, մի քանի բան թվարկեմ մի շաբաթվա, լավ 10 օրվա, ասենք բանի, թարմության, հա, արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն արել է այս մասին, արել է։ Ժնևում մարդու իրավունքների խորհրդում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, որը թերևս այս հարցով ամենապատկառելի եւ վերաբերելի կառույցներից մեկն է։ Ես ունեցել եմ ելույթ հրապարակային, որտեղ մի ահագին մաս նվիրել եմ գերիների թեմային եւ շինծու դատավարությունների թեմային եւ այդ դատավարություններում գերիների ոտնահարվող իրավունքների, խոշտարգումների, ապօրինի ներգործությունների թեմային։ Ես հանդիպել եմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ։ Ես ամբողջը վերջի մի շաբաթ 10 օրվա բան եմ ասում։ Ես հանդիպել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ, կրկին այս ոլորտի, այս հարցի ամենակարևոր օղակներից մեկը միջազգային հարաբերություններում։
Օրեր անց մեր հանդիպումից 1-2 օր անց 3 օր գուցե անց մարդու իրավունքների բարձր հանձնակատարը Վոլկեր Տյուրկը հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին օր առաջ ազատ արձակել բոլոր հայազգի պահվող անձանց։ Այս հələ մի շաբաթն եմ թվարկել 10 օրը։ Եվ մենակ երևացող բաներ, որոնց մասին մամուլում որևէ դրսևորում ա եղել հայտարարություն, ա եղել ռելիզ, ա եղել եւ այլն։ Այսքան է, շնորհակալ եմ։ Հարցս ուղղում եմ արտաքին գործերի նախարարին, պարոն նախարար, Բելարուսում բլոգեր Ռոզա Բաբախանյանի ազատումը Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց որպես իր միջամտություն, նույնիսկ օդանավակայանում հրապարակային այսպես դիմավորեցին եւ այլն։ Ես ուզում եի հետաքրքրվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ինչ որ բան արել է այս քաղաքացու Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության համար եւ բացի դա ընդդիմադիր շրջանակներն էլ այդ ընթացքում այսպես թմկահարում են, թե այ տեսեք ներկայիս իշխանությունները փչացրել են հարաբերությունները, դրա համար համապատասխանաբար չեն կարող միջամտել եւ անդրադառնալ այս խնդրին։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, համեցեք պարոն Միրզոյան։ Շնորհակալություն, Տիկին Ղազարյան։ Գիտեք, ես չգիտեմ ով ինչ դիմավորում արել, ով ինչ ճանապարհում արել, կամ այլ միջոցառումներ։ Մենք ազատ երկիր ենք, բոլորը իրավունք ունեն այդպիսի բաներ անելու։ Ես կարող եմ ձեզ փաստեր ասել։ Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական նոտայով դիմել է բելարուսական կողմին, հայցել է տեղեկատվություն ձեր նշած քաղաքացու վերաբերյալ, 3 օր անց ստացել է բելարուսական կողմի պատասխանը, որը ասում էր, որ այդ անձը 15 օրյա ազատազրկված է 15 օրով եւ ժամկետը լրանալուց հետո բաց է թողնվելու։ Ով է ջանք գործադրի բաց թողելու համար, ով է ներկայացրել որպես իր ձեռքբերում, չգիտեմ, մեզ այդքան չի հետաքրում։ Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օր հետո բաց է թողնվելու։ Մնացած ով ուզում է թող ծաղիկ նվիրի, քավլիցի մենք առարկություններ չունենք։ Մի բան է, դուք որ ասում եք, որ Բելարուսի հետ մենք վատթարացրել ենք հարաբերությունները վատթարացրել են այն մարդիկ, ովքեր պաշտոնապես եւ հրապարակավ ընդունել են, որ Բելարուսը օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, այդ թվում ռազմական Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ընթացքում, եւ այդ մարդիկ ամենևին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ չեն, այդ հայտարարություններ արած մարդիկ, այդ մարդիկ Բելարուսի ներկայացուցիչներն են։ Արձագանք։ Պարոն նախարար, նաև նշեմ, որ որոշ անհատներ էլ տեղին անտեղին անընդհատ անդրադարձ էին կատարում այս նույն հարցին, բայց կարծես ոչ թե մտածելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, այլ ավելի շատ սեփական PR-ի հարց են լուծում եւ նույնիսկ բլոգեր Լապշինն է անդրադարձել եւ ասել հետաքրքիր է, որ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն չի խոսում այս թեմայով, թեկուզ իր PR-ի համար, իսկ այս PR-ի կոչերին ինչպես եք վերաբերվում։ Մենք ոչ մի բան PR-ի համար չենք անում, թող արդյունքները լինեն, թող ուրիշները PR դիվիդենդներ ստանան այդ արդյունքներից, էլի կրկին ոչ նախանձում ենք, ոչ էլ այդպիսի խնդիր ենք դնում մեր առջև, իսկ մեր համար կարևոր են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները եւ արտերկրում որտեղ էլ որ լինի մեզ հասու բնականաբար միջոցներով եւ դիվանագիտական ու միջազգային պրակտիկայում ընդունված միջոցներով մենք հետամուտ ենք լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների սպասարկման։ Շնորհակալ եմ։